Այսօր պիտի ամբողջացնենք Սուրբ Եփրեմ ասորի հոգևոր խրատներու բաժին։ Սուրբ Եփրեմի խրատները բաժնված են զանազան գլուխներով, այսօր պիտի անդրադառնանք ժուժգալության կամ չարկաշության եւ անժուժգալության մասին։ Առաջին ժուժգալության կամ չարկաշության մասին։ Երանի անոր, ով ժուժգալ է կանզի, ժուժգալությունը էաբես մեծ առաքինություն է։ Սակայն նայենք թե անինչի վրա կդարածվի, ինչի մեջ կգնահատվի եւ ինչի մեջ կբահանջվի։ Այսպես գա լեզվի ժուժգալություն, այսինքն շատ չխոսիլ, դիրաբետել լեզվին, խոսքով չվիրավորել, չզրբարդել մեկը մյուսին, չպամպասել եղբորը եւ գաղտնիքներ չպանալ։ Գա լսողության ժուժգալություն, այն է դիրաբետել լսողությանը եւ թադարկ ըսի ըսավներու ուշադրություն չդարձնել։ Գա դեսողության ժուժգալություն, այսինքն դիրաբետել դեսողությունը, հայացքը ճուղել կամ ուշադիր չնայել բոլոր հաճելի բաներու կամ որևէ ամբարգեշտ բանի։ Գա թյուրակրկրության ժուժգալություն, այն է դիրաբետել բարգության եւ չփորփոքիլ։ Գա парքի ժուժգալություն, դիրաբետել սեփական ոգին, չդենչալ պարապանության, парք չփնտրել, չերազել կովեսներու մասին։ Գա խորհուրդներու ժուժգալություն, որոնք պետք է արմատախին ընել Աստուծո երկյուղով, չդարվիլ քայթակություն հարուցանող խորհուրդներով։ Գա ուտելու ժուժգալություն, դիրաբետել ինքնիրեն եւ չփնտրել արադորեն մատուցվող գերագուրներ, չուտել անժամանակ, չդարվիլ որգամոլության ոգիով։ Գա խմելու ժուժգալություն, դիրաբետել ինքնիրեն եւ չերտալ խնջույքներու եւ հաջույք չստանալ քինիներու հաճելի ժամերեն։ Առանց գարիկի քինի չխմել, չփնտրել զանազան ըմբելիքներ, չափեն ավելի չօգտագործել ոչ միայն քինին, այլև ջուրը։ Գա ժուժգալություն արադավոր հեշտասիրության մեջ, դիրաբետել զգացմունքները, չդարվիլ բադահապեր բրնգող ցանկություններեն, հաջույք չստանալ այն բաներեն, որոնց հանդեպ ավելի ուշ ադելություն կձնի եւ չգադարել մարմնի գամքը, այլ Աստուծո երկյուղով սանցել գիրքերը։ Որովհետեւ ան է իսկապես ժուժգալ, ով անմահ բարիկներ կպապակի եւ միտքը հերացնելով անոցմե գբժկա մարմնական ցանկություններեն, գկանի հեշտասիրութենեն, կերիչի դառնալ մարմնի արդակին դեսքին, չի հրաբուրվիր քեղեցկություններեն եւ կովասանքի խոսքերեն։ Ով որ ճշմարտապես արի ու ժուժգալ է եւ ինքզին կբահբանե անսահման երանության համար, ան ժուժգալ է իր բոլոր խորհուրդներու մեջ եւ կհաղթահարե ամեն ցանկություն ավելի լավը պապակելով եւ գալի կերգյուղով։ Երկրորդ անժուժգալության մասին։ Ով որ ժուժգալ չէ եւ իր մեջ չգա ժուժգալություն, անգթարնա անբարգեշտության ворսը։ Անժուժգալը նաեւ հեշտասեր է։ Անժուժգալը հաջույք կստանա շատախոսութենե եւ տադարգապանութենե։ Անոր հաճելի կդառնա տադարգախոսությունը եւ ուդելիքներու քաղցրությունը։ Ան իր խիզախությունը ցույց կտա շատագերության եւ շատ խմելու մեջ։ Գհրաբուրվի ունայն հաճույքներով, գհագի թեւի անմակուր խորհուրդներ, парքը գպնդրե գերազե մեծարանքի մասին։ Գզվարջանա գիներու հետ հանդիպումեն, գդարվի անոնց կեղեցկութենեն, գհյանա թեմքի բարեդեսութենեն, գհմայվի մարմնի վայելչագազմութենեն։ Դեսած վերիժելով գերազե, անմտքով հստակ կպատկերացնե գանանց թեմքերը, ցերկերու շփումը, մարմիներու կրգախառնումները, անդամներու հբումները, գրկոտ արդահայտությունները, աչքերու խաղը, հագուստներու շքեղությունը, մարմնի հաճելիությունը, հանդիպումներու ժամանակն ու դեղը եւ այն ամեն ինչ որ գծարայե իր հաճույքներուն։ Ահա թե ինչն է, որ անժուժգալը վար քույներով կպատկերացնե իր մտքի մեջ հագելով թեպի այդ խորհուրդները։ Այս պատճառներով տեսնելով, որ ինչպիսին են ժուժգալության բդուղները եւ ինչպիսին են անժուժգալության հունցքը, հերու մնացեք վերջինեն եւ գարչեցեք ժուժգալության, քանզի մեծ է ժուժգալության վարձքը եւ անոր մեծությունը։ Այդ պատճառով Երանի անոր, ով իսկապես ժուժգալություն ցերկ բերած է, Երանի անոր, որ հաստատված է առաքինության մեջ, Երանի անոր, որ Աստուծո տակուն անհաջող բաները չէ ըրած եւ գծարայե անոր ամենայն ճշմարտությամբ, Երանի անոր, որ չի դարվիր ունայն խորհուրդներով։ Ամենքը ճանաչեք հաջելի լալ
մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին, որի զորքի մեջ անդամակրած է ցեզ, որովհետեւ ցեզ ոչ մեկը չմերժվի իր անփութության եւ անհոգության համար։ Եվ վերջապես Երանյանոնց, որոնք համարձակ կերպով պիտի կանգնին դատավորին առջև եւ Աստուծո ցերկեն պիտի ընդունին սրբազան բարգեւը։ Բայց վայ անոնց, որոնք ամոթահար կլան ադելի եւ անարժեք գործերու համար։ Ամենասուրբ երողության գվայլե պարկը վադիվն ու երկրպագությունը հավիդյանը միջև հավիդյան ամեն։